եկեղեցում կան լուրջ խնդիրներ, ամենաբարձր մակարդակով եւ դա պիտի լուծվեն։ Բայց ես նույնիսկ վստահություն ունեմ, որ էլի այս աղմուկը կանցնի ընտրություններից հետո։ Էլի ոչինչ չեն կանի։ Եթե մենք պիտի ուղղակի հայհոյենք, աղմկենք եւ եկեղեցում մաքրություն, լյուստրացիա տեղի չունենա, բացասական եմ գնահատում։ Իսկ եթե պատկերացնում այդ լյուստրացիան, ինչպես պետք է լինի։ Տեսեք, տարիներ շարունակ մենք լսել ենք, ու այնպես չի, որ անհիմն, որ եկեղեցու ամենաբարձր վերնախավը բիզնես շահեր ունի եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս։ Դա ամենաբարձր մակարդակով հայտարարվել է։ Հայաստանը փոքր երկիր է, անունները բոլորը գիտեն, ով, ինչ եւ որտեղ ունի։ Եթե այդ հարցերը չեն կարգավորվում, դուք ասում եք գող են իրենք, բայց էլի շարունակում են իրենք մնալ, դա կապ չունի եկեղեցու քաղաքականությանը խառնվելու հետ կամ եկեղեցական օրենքները խախտելու հետ, կան օրենք Հայաստանի Հանրապետությունում կա օրենսդրություն, ըստ որի կարելի է այդ ամեն ինչը կարգավորել, հոդվածները կգտնվեն, բայց եթե դա չի արվում կամ դուք մեղադրում եք ոմանց մանկապղծության մեջ, ներողություն իհարկե, բայց դա այդպես է, չէ՞, ուղղակի մեղադրելով չի, պիտի քայլեր հետևել, բայց ես վստահ եմ, որ դրանք չեն հետևելու